Բարև բոլորին, նոր վլոգ եմ սկսում ու ես այստեղ նոր դասավորում եմ երեկ եկանք Էքսպոից, անկախության օրն այսօր ամսի 16-ը, բայց քանի որ իմ ամուսինը երեկ է տանը մնացել, այսօր գործի է ինքը, տեքրս էլ զարմացավ, ասեցի գործի է գնացել, դենց մի խոսքով ժողովուրդ, ուրեմն ես հիշել եմ գիշերը, որ սենց նստած էի ու վիդեոն փակում էի, տենց մի քանի բան էի նայում, հիշել եմ, որ ես մտել եմ կտորի խանութ, որ սփռոցյանի գնեմ ու ցույց չեմ տվել ձեզ, թե ինչ գնեցի ու այստեղ քանի հանել եմ, դասավորում եմ, ասեցի ցույց տամ, ահա սենց ինքը սպիտակ չի, ունայք ինձ սիրուն նախշերա, ոնց որ ինքը վինտաժային կտոր լինի, շատ հավանեցի ու շատ ակցիայի տակ էր, էժան էր, ոնց որ մի մետրը 29 պեսո, այսինքն $1.50, համարյա 4 մետր վերցրել եմ, մի հատ կտոր կար արդեն կտրված 1.90 էր, իսկ մեկը խնդրեցի, որ 2 մետր կտրեի, տենց 2 հատ կտրել եմ ու սենց լավ է, որ իրար նման են սփռոցները ու բետոն ասում է ոնց որ հայկական բան լինի, վարագույր լինի կամ սփռոց լինի, հայկական լինի, ասում դե ես հայ եմ դրա համար, բայց հենց որ մի տեսակ վինտաժային ինչ-որ սենց ակցենտ ունի, դի դուրս եկավ, ես շատ եմ սիրում վինտաժ ու հիմա տնամ ինչ եմ անում, խաղալիքներս, այստեղ թելերս, չգիտեմ, երեկ սրանք էլ էինք գնել, որ ուտենք, բետոն ուտելիք էր վերցրել, բայց բան չէր հետը վերցրել, ընդեղ չէին տվել բան, ամա ճիշտ ինքը պետք է խնդրել, որ բան տան, էտ պատարակախ, բայց մոռացել էր, դե ձև, հիմա մի քիչ այսօր էլ հենց այդքան էլ լավ չէ, ասի ինչ-որ մի բանով զբաղվում, կտորից կպավ ինձ, ինչա, ասի մի բանով զբաղվեմ, միջև բետոն գա, հեսա կգա երևի դուրս եկել արդեն, տենց հիմա, այս տետրս էի ուզում հանեի, որ իստեղ հաշվարկներն ապրանքի ու մեկ էլ թելերը, որ գործեմ, զակազներ ունեմ, անցած անգամվանից էլ դեռ չեմ գործել, մենակ տենակ, սա խառավ կշտիկ դրա, ամբողջ տարածքով մեկ, հիմա այսի ես պետքա թելերս հանեմ, այ ես առուծիկն եմ ծախել, պագրիմոշկա, ասան կմնան, այստեղ թելերս է, ինքան թելեի հետ ստարեի, մտածում էին դեղ նստեմ գործեմ, են էլ վապշե տրամադրություն չունեի, ես էլ բանի թելերից, ես հնայք ես էլ այսի պուջուրը մնացել է, այսի տոպակներից է, թելերը, ասենք, սել հանեմ, ուզում եմ այս կիսատ աշխատանքս ցույց տամ, մնացել ընդամենը շորիկ գործեմ երևի և
փոտեր։ Տոպրակի մեջ ծռվել է։ Այս փիսա է ու այս իմ նույն սխեման է, որ բարակթերով փիսո եմ գործել ու բանի անունը ինչա, որ մարաթոն էի կազմակերպել, այդ արջուկը ու փիսոն չկա արջուկը, մորյանք նույն չափի են։ Մեկ ես շփոթը մի մազդար արդեն ընդեղ եմ տարել։ Այս տոպրակը, որ փոխել ենք առաջի օրը, շաբաթ օրը բանը շատ փոքր է։ Էնի արդեն չորացել է, պետք է բերեմ փոխեմ, չի տեղավորվում, որովհետև այս մեկի մեջ ջուր է։ Դնում ստացավորելով եմ դնում, բետոն շախսենք արանքները լցրել։ Այս մի տոպրակը մեծ ավելի։ Էլի ունեմ մեծ տոպրակ, ոնց որ արագի մեջ այս մյուսը վերցրեցի, մտածեցի նույն չափն են, բայց չէ, էսի ավելի մեծ է։ Մասենց սաղ, ասի պետք է դատարկեմ այստեղ։ Այս դրանք նաև ցելոֆան ենք դրել, որ հենց առաջի շարքում է դրած, որ երեխեքը մանավանդ հիմա այս տոներին շատ են գալիս տենց ուտելիքով, ուտում են ու ձեռները անընդհատ սխմելով անց են կետնում։ Դրա համար տոպրակի մեջ ենք դրել, որ կեղտոտվում է։ Ու պատկերացնեք, ծնողները չեն էլ ասում, էլի, որ օրինակ ձեռնիքով կեղտոտում է, կամ չգիտեմ, խաղալիքներ կան, այս մանավանդ սպիտակները, սենց օրինակ մքվել են։ Ամենամեծ խաղալիքը կոշիկները, հետո կտզեմ էքսպոն, սենց իրա գլուխը նաև սենց պարում է ձեռքերը։ Բարի ձեզ, սենց կոշիկները դուրս են գալի։ Այս մազերը հատիկ կար, հատիկ ես դրել եմ ու և որ իրա գինը ասում եմ, սաղ զարմանում են։ Մեկը եկավ սենց նայում է բան տենց, ինչ-որ հարցրեց ինչ կարժեն է բան, ասեցի, ինչ-որ բան էր ուզում զակաց տար, ասեցի պետք է նայեմ ինչ աշխատանք է, ինչ եք ուզում գործեմ, կարևոր չէ դե մեծությունը կամ փոքրությունը պետք է իմանամ ինչ աշխատանքը։ Աշխատանքներ ունեմ, որ իրանք փոքր են, բայց իրանց վրա ավելի քիչ աշխատանք է տարվում, քանց թե օրինակ ասենք, ինչ-որ էր մնացածը։ Ու օրինակ սա կարելի ասել նույն մեծության խաղալիքը, հա, բայց ես սա գործել եմ ընդամենը իրար հաշված կարամ տենց ընդամենը մի շաբաթում գործեմ ամենաշատը, որ նստեմ մի քանի օրում էլ կգործեմ, էլի, բայց սրա վրա ես ամիսներ եմ աշխատել, մանավանդ մազերի վրա հատիկ առ հատիկ դրել եմ, մեջից ամրացրել եմ, որ անկարծ որ քաշեն դուրս չգա, ներսից ասեղով տենց կապում ես, հետո գցում ես արանքը տենց ներսը, որ դուրս մի խոսքով մի քիչ երկար պրոցես է։ Սա ավելի էժան է, քան սա, քանի որ զգացվում է աշխատանքի արված աշխատանքը։ Կապ չունի էլի մեծ, էսի չէ։ Դա պետք է վերջացնեմ։
ու եւ որ ինչ-որ մարդիկ անուն են դնում, ուղղակի պետք է հասկանալու համար վերցնել ու փորձել գործել կամ վերցնել ինչ-որ մի ձեռագործ այդ տվյալ աշխատանքը անել, արդյոք քո դուրը կգա քո տված գումարը, այսինքն քո առաջարկած գումարը, ավելի ճիշտ, արդյոք քո դուրը այն աշխատանքը, որ դու անում ես, քո դուրը կգա, գալիս են, տեսնում ես հենց մի քանի ուտելիք, մանավանդ այստեղ Մեքսիկայում, որ ուտելիքը իրենց համար թանկ չի, այսինքն ձեռներին մի քանի sense ֆրապե, չգիտեմ, հյութա, չպաղպաղակար, չգիտեմ ինչա, երևի մի 200 քանի պեսո ավել փող են տալի ամբողջ ընտանիքով, ու գալիս է հարցնում եմ հաց այդ բարելոկը ինչ արժի, պատասխանում ես 70 պեսո, զարմացած նայում եմ, որ իր ձեռի ֆրապեն 70 պեսո է, որ 2 րոպե հետո չի լինելու, էլի, իսկ իմ այս ժամերով աշխատանքը իրենց համար թանկ է։ Բայց դե, ինձ թվում է ձեռագործ աշխատանքը ամեն տեղ չգնահատված, այն մարդիկ, ովքեր գնահատում են, չեն հարցնում ինչ արժի, այլ ուղղակի հարցնում են գինը, կարողանում են վճարել, առնում են, չեն կարողանում, օքեյ, իմ հետ հետո կապ են հաստատում, հետագայում ինչ-որ մի բան զակաց տալու համար, կամ այդ նույն խաղալիքը վերցնելու համար գումար են հավաքում, կամ էլ օրինակ ասենք շատերը փոխանցումով են անում, այդ տարբերակն էլ իմ մոտ աշխատում, եւ որ գալիս են ասում են բանը, բայ փող չունեմ, ձեռիս մանր չունեմ, բան քարտից մեջ է, բան ասում եմ փոխանցում կարող եք անել, եթե հարմար է։ Այնպես որ դες մի հատ դեպք եղավ, մի հատ աղջիկ կրյա էր ուզում առնել իմ գործած կրյաներից, եկավ նայեց, բան, ընդամենը 100 պեսո, ու ասում է, չէ, թողնա հետո հիմա ձեռս փող չկա, բան ասենց, ու այդ տղեն համոզում է, կողքի տղեն համոզում է, որ չէ, եթե դու գաս է վերցրու, բան ասում է, չէ, ձեռս բավական գումար չկա, էլի, ու մեկ է սենց արեց, բանը, փոխանցում ընդունում եք, ասեցի, այո, մեկ էլ այդ տղեն ասում է, պատճառաբանությունները չեն ընդունվում, տնում ես, որ պետքա առնես, ու իրոք, փառք Աստծո, որ կողակիցը տենց աջակցում է, էլի, տենց, երևի կողակցի մոտ էլ գումար չկար, հենց, կամ չգիտեմ, ճիշտ ասած կողակիցներ, թե ուղղակի ինչ-որ ծանոթ, բայց հաճելի է, եւ որ մարդը գալիս է տենց գնահատում է, ինձ մեկը գրել է մի կին գիրակի օր եկել էր էքսպո այգի, ինչ-որ նկար է ուղարկել զակազի համար, ընդասում է, ես ասեցի, որ այդ նկարը, որ ինքը ուղարկել է, հենց արհեստական բանականությամբ է սարքված, այսինքն իմ գործածը տենց չի լինի, էլի, կան օրինակ, ասենք, սենց հատիկ առ հատիկ, սենց նմանացնելով մարմնի ձևը բան տենց, գործում եմ, բայց դա իմ ոճը չի, ես տենց չեմ գործում, իրա մեջ պետքա այդ սենց մարմնի ձև, որ տալիս են ձեռքերը, ոտքերը, բան, իրա մեջ պետքա մետաղ լինի, ես այդ տեխնիկայով չեմ գործում, ես ավելի սենց մուլտյաշնի, հա, տենց սիրում եմ իմ ոճը արդեն մոտավոր պատկերացնում եք, այդ կնոջ ուղարկած նկարն էլ գուցե դնեմ այստեղ, որ հասկանաք, որ ես իմ ոչ չի, որ այդ ձևով գործեմ ու ասեցի գործածը նկարի նման չի լինելու, էլի, ու այդքին ինձ ասում է, որ ես քո աշխատանքները տեսել եմ, հիացել եմ ու ես գիտեմ, որ քո մոտ ավելի լավը կստացվի։ Ես այնքան սենց շոյվեցի այդ իր ասածից, որ չգիտեմ, պատրաստեմ եմ, որ ամեն ինչ փորձել, ամեն, չգիտեմ, Brave մուլտիկի հերոսուհին, հա, տենց իրա նետու աղեղով և այլն,
Չգիտեմ, եթե մարդկանց համար եմ, որ ուզում ես այդ գնաց գրկես, ասես ես դες սիրում եմ։ Ձեր ժողովուրդ, ես այստեղ հավաքեմ ու սա բետոն կգա, հացարքեմ, ծվածեղա ոզել, դեղ ծուկիկել ունեմ երկու կտոր, դեղ գտամ։ Գնացի, նստեմ իմ զակազները գործեմ։ Բան էլ ասեմ ու վերջ։ Շատ են հարցնում ես վերջերս հենց հասցելով խաղալիքներ, արդյոք գործում եմ թե չէ, ու որոշել եմ սենց մնացած խաղալիքներից սենց բուջուրիկ բրիլոկներ գործեմ, թելերից հա, տենց ասի 3 եմ գործել, միջև ընդամենը մի քանի ժամվա ընթացքում քանդել եմ նորից գործել բան տենց, որ ինչ-որ սենց բրիլոկներ ստանամ, տոչիկով ու այս ձևի էլ երևի արդեն կսկսեմ գործելը։ Շատ արագ լինող բրիլոկներ են, որ մնացած թելերից կարաս ստանաս մնացածներից։ Ու իմիջալոց էսի ավելի էժանա լինելու, քան օրինակ ասենք սա։ Սրա արված աշխատանքը ու ընդամենը մի ժամում էսի կարաս ամենակշատը գործես, իսկ էսի մի քանի ժամ ա տևում, միջև հավաքում ես, միջև իսկ ես համարյա տենց ոնց որ մենակ ականջներն եմ առանձին գործել, մնացած լրիվ իր հետ համեկել ոչիկ, մնացած լրիվ իր հետ ամբողջական մասը, չբայկները, քիթիկն էլ, բայց դե ուզում եմ բան անեմ, սովորեմ տարբեր ձևեր, ոնց կարելի է սենց մի մասով, մի ամբողջ գործվածքի մեջ, այս ամեն ինչը ներառել ու կան տենց սխեմաներ, բայց այսը ավելի թանկ է, քան սա, այսքան, ահա սա այս մի սխեման է, մի քիչ փոփոխությամբ, շատ աննշան փոփոխությամբ, ուղղակի գլուխն է տարբեր, ֆիզիկի գլուխը, բայց ընդհանուր մարմնի սխեման այս ձևի պետք է լինի, բայց մեծ ինչքան է հաստելով մեծացել։ Նայեք էսի մանչան, մանչը, ասա բարև, մեր բակի ամենախելոք, ամենահանգիստ շունի կնեք իրան կծել են, կանելան իրան կծելը, հա, ծիկիտը, թաղ բան արել փաթաթած քանդել է, հեսա տեքրս գործիա գա նորից վիրակապի, լավ տենց բացված քա էլի ստացել կանելան իրան կծելը, կես կանելան կծելը ացի, ամենախելոք ացիկն է, ամենախելոքն է ինքը, ամենահանգիստ, ամենասենց նուրբ, հա, մանչա, հա, նայք ինձ սիրուն թարթիցներ ունի, ինձ երկար սիրուն թարթիցներ ունի ինքը, նայք հլը, հա, մանչը, մանչը, մանչը նշանակում է հետ սպան, գիտնո, տենց, որ ինքը լրիվ սև է, բայց տենց սպիտակ տեղեր ունի, տենց մանջա է երևի դրել անունը, հա, դե լավ, ես գնացի, ես քո պարապցեմ, հա, նանի կարա, ես էլ, սրա վիճակն էլ, գորդո, que gordo eres tú, que gordo eres tú, que gordo eres tú, oh. Hence es el Misty, ¿no? Yanisa. Hi, Misty. Hey. Okay. Okay. And Yanisa. Okay. Uzma duzga. No.
No. Մեր Յանիսը հիվանդ է, իրան խորհուրդ են տվել քնացնել, բայց տալիս դե քոս կնոջ շուննա չի ուզում նայեք սենց չեն կարող վիրահատեն Всё, հանգիստ, հա, սիրուն, всё, լավ, всё Ողջույն, սի կերակրում եմ, այսօր չորեքշաբթի է, երկուշաբթի օրը, նայք, սակոտքինները, okay, երկուշաբթի օրը լավ չեմ կերակրել, ավել ճիշտ հանեցի կերակրեցի, բայց քանի որ ժամը 6-ին մենք արդեն պետք է 6-ից շուտ դուրս գայինք, չնայած որ շուտ էի հանել, որ կերակրեմ, չհասունացավ նորմալ ու դրա համար առանց հասունանալու տենց ենքան որ տենց մի ժամ էր մնացել, դրեցի բան, սառնարանի մեջ ու այսօր նոր հանել եմ մի 4 ժամ էլ չի անցել, համար հազիվ մի 4 ժամ, կամ թող մի 4 ժամ ու տենց միջև էստեղ բարձացել է, լրիվ մոռացել եմ, մտածելով, որ չգիտեմ, իմ գործերով եմ զբաղված, վլոգս եմ մեր պսակադրության վլոգը բացեցի նոր, գործով էի զբաղված, մեկ էլ որ չֆռամ տնեմ, էսի արդեն հասունացել էստեղ հասել, էսի պետքա նորից բանանամ, կերակրեմ, թե չէ եթե ես սենց դնեի սառնարանը, ինքը մի անգամից իջնելու էր ու նորից իր ուժը կորցնել, որպեսզի իր ուժը մնա, նորից պետքա կերակրել, թողնել որ աննշան բարձրանա ու նոր դնել սառնարանը, բա այդպիսի բան էր, всё, կերակրեցի, ¿Esta apenas se come con bolillo, no? Sí, հեսա պամիդոր ձվածեղ եմ սարքել, բետոնն ասմա հացով են չէ ուտում, սենց իմ թխած հայկական նո հացով, թմարի հացով, մտածում եմ, որ կուզենայի հաց թխեի, բայց վաղը ես տանը չեմ լինելու մեծ մասը ու երևի մի շաբաթ, այնպես որ լավ կլներ, որ այս թխմորը հացի համար օգտագործեի, լավ սենց ակտիվացել է, բայց ինչ անեմ, մի շաբաթ կթխեմ։ Բարև բոլորին, ես դուրս եմ գալի, վերջապես ձեռքերս հասել է նրան, որ տանեմ իմ այս անալիզների պատասխանները ներկայացնեմ բժշկին, այստեղ սենց ռենգենի պատասխանն մեջն էլ ծրար կա մի հատ, նաև սենց տոպրակ եմ վերցրել, որ շուկա եմ մտնելու, մի քանի թել առնեմ, զակազ ունեմ, որ այդ զակազները անեմ արանքից դուրս գա ու ոնց որ մեծ զակազ, ոնց որ չէ, մեծ զակազ են ուղարկելու ու սպասում եմ նախնական գումարին, միշտ նախնական գումար եմ խնդրում, դուք էլ խնդրեք, եթե նման գործ եք անում, որ համոզված լինես այդ աշխատանքը, չգիտեմ, եթե անգամ ինչ-որ չափով աշխատես, հետո հրաժարվեն, իմանաս, որ չեն խաբել, էլի, այլ ճիշտ ոչ թե չեն խաբել քեզ, այլ ինչ-որ գումար փոխանցել են, հետո ես նաև բաներն եմ առնում, թելերն եմ առնում, ասում եմ, որ մատերիալը պետք է առնեմ, այնպես որ սպասում եմ նախնական գումարին, որ սկսեմ, առանց նախնական գումարի ես չեմ, եթե օրինակ ասենք մարդը ինձ ծանոթ է, օրինակ այս մի հատ զակազը որ պետք է գործում, ծաղիկներ շուկայում տենց մի հատ աղջիկ է, էլի ինքը ինձանից բաներ է վերցրել, իրան ճանաչում եմ, գիտեմ հաստատ չի փախնել, էլի այդ ձևը տենց չեմ վերցնում նախնական գումար, մանավանդ եւ որ սենց
բուջուրիկ բան է լինում ու քիչ գումար է լինում, ասում եմ թող սենց կալորիկ լինի էլի, դες նախնական գումար, yani ինչ 90 պեսո եմ հազի վերցնելու։ Մի խոսքով ժողովուրդ, այդ մասին հետո հիմա գնում եմ այդ կլինիկան, տենամ ինչ են ասում, հետո հետ կամ։ Okay, ժողովուրդ, ես տանն եմ ու ամեն ինչ մաքուր է։ Ամեն լրիվ մաքուր է, մենակ ասեց երևի COVID եմ տարել, նո, շուտ էլ են, որ նոր սկսել էր թոքերս է, բայց դա բոլորի մոտ արդեն COVID-ից հետո, բայց այս պահով տենց ինչ-որ բան տվեց, որ խմում, այս ինչա քթել սալմոն ցելոֆանի գիժը, սկսում է կրծել է, որ ցելոֆան է, որ սենց մանյակալ ցելոֆանի, սալմոն, հան գնա խաղ արդեն կրծել է, սող, գնա խաղա, հա, ու մի քանի բան է տվել, ալերգիայի դեղ է տվել, ասեց եթե օգնի, բայց ասեց եթե մտածում ես ալերգիա, բել լավ է գնաս ալերգիոլոգի մոտ, եթե ճիշտ եմ ասում, բայց մի հատ դեղ է տվել, ասեց եթե օգնի 5 օր պետք է խմեմ, ուրեմն տենց, ու բանը, մեկ էլ հեղուկ է տվել, հեղուկ, որ ոգորդը մաքրի, հետը գնամ, ընդեղ հարցերեցի են էլ լասիլով, մեկ էլ թելեր եմ արել, ասա թելերը ցույց տամ, որտեղ տորտի եմ արել, սև բիբար փոշի և բան, սիչիրիմոյա, թանկ ու կրակ ես մի հատ մրկին, նենց է ուզում կողքով անցա, ես մի հատ մրկին 30 պեսո եմ տվել, դոլար ու կես, մեկ է կես պապայա, այսենց դնում են ու ծախում են այստեղ կտրած, սենց, ես կեսը առեսի կեսը էլի թանկ ու կրակ, 55 պեսո, թանգացել է պապայան, գիտեմ երևի սեզոն չի, բայց նենց հյութալի էր, ասի առնեմ, 2 րոպե հանգստանամ, մամայիս հետ խոսեմ, մամաս ինձ սպասում է, որ իրան զանգեմ, այստեղ տնեմ, ու բան անեմ, գնամ տենամ, վետոյին էլ ասեմ, որ տեղեր է տվել, գնամ առնեմ, ու այստեղ թելերս, ինձ մի հատ ուջուրիկ 3 հատ ծաղիկ են բան արել, զակազ տվել, որ գործեմ, սա եմ ավասքանն է վերցել, 6 պեսո երեսի, այդած մեծը կար, ասի չէ, այդքան վերցնեմ, ինչ անեմ, ես ես թելով չեմ գործում, եսի կոչում է կրիստալ թելա կոչում, ու սենց ակրիլ եմ վերցրել, որ ես նոր սկսել այստեղ առնում էի թելեր, բան, վաղտվա թելերս են, որ մազերի զարդեր են ինձ, հելը տեսնեմ, Okay, սենց, ես մեկը ուղակի վերցրել եմ, կան որ դուրս եկա, թե չէ, սենց որ այս աշնանային երանգների, սենց, եսի պետքա սարքեմ, սենց, մնա մի բան կգործեմ, կդնեմ ծախելու, լավ ժողովուրդ, ես մամայիս հետ խոսեմ, մամա սպասում է ինձ, հետո պետոյի հետ խոսեմ, հետո գնամ երևի դեղեր առնեմ, էժան էին հարցրեցին դեղ կլինիկայի ապտեկայում, բայց չառա, ասի մի հատ պետոյի հետ խորտակցեմ նոր, դեղերը վերցրել եմ, մեկը ոչ կոճակները, մյուսը սենց հեղուկ է, ինչ համում ու բանը հեղուկը պետք է 5 օր 8 ժամը մեկ խմեմ 10 միլի իսկ են կոճակները մի անգամ օրական
Ուրեմն գնացել եմ, այստեղ մոտիկ մի հատ ապտեկա անենք, հարցնում եմ, ասում եմ արժեքը կասեք, այստեղերի, նայում, ասենք երկար նայեց այդ աշխատողը, ու ասում եմ մեկը 200 իշքան տենց այդ կարգի, տենց երևի մոտ մի 500 պեսո երկուս իրար հետ։ Ես էլ մտածում եմ, ասում եմ, որ կլինիկայից դուրս եկա, ես իրանց այդ ապտեկայում հարցրեցի, ասեց մեկը 6.60 է, մեկը 68 պեսոյը։ Ասում եմ, կողմը շփոթվեցի, ես չեմ լսել նորմալ բան։ Այդ օրևին, այդ շոքին հետ եմ գնացել կլինիկայի ապտեկա։ Ասում եմ, մի հատ էլ կասեք բանի գները, աղա շփոթել եմ։ Ու տենց բերեց նայեց մեկը 60 պեսո, են մեկը 68 պեսո։ Ասում եմ, ինչ տարբեր, չնայած երևի բաներ կա, տարբեր մարկաներ կա դրանից, հա։ Ու պատկերացնում եք առնեի, ասեի, հա երևի լավ չեմ լսել, առնեի, ու այստեղ էժան, այդպես։ Հիմա վաղվանից կխմեմ, քանի որ այս հեղուկը 8 ժամը 1 պետք է խմեմ, որ հաշվում եմ մեկ է ժամը 12-ն անգնում, ժամ 3-ը նոր հաց կերա, առավոտ մենակ վարսակի փաթիլ էի կերել, բանով, մրգերով, կամպոտ, ու վերջ, հաց կերա, կոֆե խմեմ, և անցնեմ գործերիս, այսօր տնային խմբակ ունենք, երևի գնանք։ Ողջույն բոլորին, մենք առեր էինք գնացել ու հիմա ձեզ ցույց տամ մեր գնումները, վաղուց չեմ ներկայացրել մեր գնումները, այստեղ նայեք սենց գեղեցիկ գլխազարդեր եմ սարքել, իրենք մեքսիկական որոշ նահանգներում օգտագործում են ու բնիկների կողմիցով դες ինձ բան են արել, էլի դες զակազ են տվել, չեմ կարծում էլի բնիկ ինչ-որ մեկն է, իրանք հենց բնիկները իրենք սարքում են, իմ համարը էքսպոյի աղջիկներից մեկ ուղարկել էր այս մարդուն, կնոջը, և տենց ինձ ասեց ինչ-որ մի բան սարքի, ես էլ աշնանային երանգներով տենց ոնց որ սարքեցի։ Տենց, հիմա այստեղ ցույց տամ գնումները, այստեղ ունենք կանաչ սոխ, այստեղ ունենք սենց չամիչ, սենց կիտկատ շոկոլատ ենք գնել, շոկոլատ է ուզում, թունածուկ ենք գնել փիսոներին, կարակ, գրանոլա, մածուն, այստեղ ունենք սուրճ, կարտոֆիլ, մի կիլո խնձոր, ասում կիլո או մենոս? Հա, կես կիլո երևի խնձոր, այստեղ մի քանի հատ էլ ունեմ, բայց այստեղ ավոկադո ենք գնել և երկու հատ դեղց, վերջ, այսօրվա մեր գնումներն այսքանին վճարել ենք 462 պեսո։ Ուրեմն ժողովուրդ ես այսօր կիրակի է 3 ամբողջ շաբաթը եղել եմ քնած, ասենք խի։ Ինձ դեղ է նշանակել ու ալերգիայի դեմ դեղ է կոկորտիս համար ու պարզվում է ինքնացնող է։ Երև ժամը 3-ից հետո ամբողջ օրը քնած եմ եղել, մինչև առավոտ ինձ ստիպում էի, որ հետնեմ գնանք եկեղեցի, բայց չկարացա, ասի գնամ ընդեղ քնելու եմ, լավ չեմ լինելու ու այնքան սենց ծանր քունա, սենց ծանր եմ, որ սենց չգիտեմ,
աչքերս ծանրացած, գլուխս ծանրացած եւ որոշել եմ չխմել։ Մենակ այդ հեղուկը խմեմ ու վերջ։ Մոռացեցի ստամ, այստեղ էլ կուկուրուզ ենք վերցրել, 6 հատ, այսքանը 50 պեսո տակին իրանք տակ են, ու այստեղ հաց ենք ուտում, բետոն 3 տակոյի ուտելու տեղից ինչ-որ նորից վերցրել էր, եւ բրինձ, այստեղ ունենք սոուսներ, այսի շատ գծու է, այստեղ ունենք բանջարեղեն, կանաչի, սող, տենց, բետոների համար կոֆե է դրել, նայեք, մեքսիկացի, լրիվ մեքսիկացի, հացի հետ կոֆե է խմելու։ Ողջույն բոլորին, ես պատրաստվում եմ վառարանում սենց համեղություն պատրաստել։ Այստեղ ունենք աղացած խոզի միս, համեմատ, սող սխտորով, տենց տապակել եմ, համեմունքներ, աղ, կանաչի, տոմատի մածուկ մի քիչ, եւ որ սենց արդեն սկսում էր եռալ բան, մի քիչ որ լավ է փվի, անջատել եմ եւ պղպեղների մեջ եմ լցրել, այնքան պղպեղ ունեի ու պետք է միտեղ իրեն օգտագործեի, որ չփչանար, ամեն անգամ բետոն գնալով պղպեղ է առնում, շուկա գնալով ու չէի օգտագործում, չէր ստացվում, չգիտեմ։ Մտածում էի կամ ինչ-որ տենց մեր պահածոներից որևէ մեկը սարքեմ, հետո ասում էի այսքանը քիչ է մեկը պահածոյի համար, հետո որոշեցի նման ինչ-որ մի հատ ուտեստ սարքեմ, իր հատակին թավայի ձիթապտղից հետ եմ լցրել, վառարանը վառել եմ հեսա տաքանեմ մի քիչ եւ դնելու եմ վառարանը, որ լինի, արդեն որ պղպեղները լինեն, տապակված լինեն, ուզում եմ ավելացնեմ վրան հալվող պանիր, պետք է գնամ առնեմ, համբուրգերների պանիր ինչ-որ տեն սովորական, և տեսնենք ոնց է լինում, ու այստեղ նաև կանաչ սոխ ունեմ կտրատած, վերջում ավելացնելու եմ կանաչ սոխ, հուսով եմ ամուսինս կհավանի, ահա այսպիսի սենց տեսք ունի, մի քիչ ուրիշ պանիր կուզենայի, բայց այստեղ մեր մոտիկ խանութում միակ հարմարը սա է, բայց ոչինչ, կարայի հալվող պանիրից էլ վերցնեմ, բայց ոչինչ, սոուս ունենք թթվա, սեր ունենք այստեղ, շատ համով է եղել, ¿te gustó? Համով է? Սրան է կուրա բարձացել, սպանի վիճակը, ամենածանր փիսն է ինքը, հակվել է, դու ոտեղ պանջաճել ես, դու ոտեղ սիրում ես, այ ջակոն, այ ասել,